Պարոն Խաչատրյան, շնորհավորում ենք ձեզ Հայաստանի առաջին հանրապետության անկախության օրվա հետ կապված եւ նաեւ կխնդրենք օրվա խորհրդին անդրադառնանք։ Ինչն է ամենակարևորը այսօր, որ պետք է սովորել Սարդարապատի, Բաշապարանի եւ Ղարաքիլիսե հերոսամարտերից։ Հավանաբար համախմբան իմաստը, որ երբ միասին ենք, երբ համախմբված ենք, ինչ որ բան գոնե ստացվում է մեզ մոտ։ Այսօր գործող իշխանությունները անհրաժեշտ քայլեր անում են, որ ազգը համախմբվի, որ մեր պետականությունը ամրապնդվի։ Մի փոքր երևի շատ ենք չարացել, տարանջատվել մի քիչ դժվար է ստացվում։ Փորձեր կան, տեսնենք։ Միակ ճանապարհն է համախմբվել, ուրիշ ճանապարհ չեմ տեսնում ես։ Հակառակ դեպքում բոլորս ենք կորցնելու։ Հայաստանի առաջին հանրապետությունը կարճ կյանք ունեցավ։ Ինչ է կարծում, ինչ ճակատագիր է ունենալու երրորդ հանրապետությունը։ Դե պիտի հուսանք, պիտի պայքարենք, պիտի աշխատենք։ Հանրության մեծ մասը այսօր չի վստահում այս իշխանությանը, նշում է, որ անկախությունն է այսպես վտանգի տակ հիմա մեր պետականությունն է կորցնում։ Երբ պարտվել ես պահանջել ավելին, ինչ որ բան պահանջել, ինչ որ հավակնություններ ունենալ, հաղթեիք, պահանջեիք, հաղթեիք, թելադրեիք։ Ինչի հետևանքով բայց պարտվեցինք։ Դե պարտվեցինք հենց նույն ոչ համախմբված լինելու պատճառով։ Երբեմն լսում ես դավաճանություն բառը, որ եղել է, հասկանում ես, դες պիտի ուսումնասիրվի, որ չկրկնվի։ Գործող իշխանությունը ըստ ճիշտ քաղաքականություն վարեց այս ընթացքում։ Հարցեր եք տալի, որի ամբողջական պատասխան տալու համար ամբողջական ինֆորմացիա է պետք։ Ես այդ ինֆորմացիան չունեմ, բայց մի բան պարզ էր, որ այդքան հեշտ լեռների միջով չէին կարող գալանցնել։ Մենք 30 տարի մինապատում ենք Ղարաբաղում, մի հատ ոչ հորթ ընկա, ոչ էշ ընկա, ոչ կով ընկա, ոչ էլ 50-տրի։ Մենք չլսանք, որ ինչ որ բան տրակավետ միներն ուր էին։ Մենք ոնց ենք աշխատել, մենք ոնց ենք պատրաստվել, մենք գիտենք, որ պատերազմի մեջ ենք, պատերազմողի երկիր ենք, որ նախապատրաստվում են, որ հարստանում են, որ գալիս են։ Ուր էր այդ նախապատրաստական աշխատանքները, ուր էին։ Մենք խի մեր այդ երիտասարդ զինվորներին ուղարկեցինք այդտեղ, որոնք շատերը տեղ էլ չհասան, որտեղ չունեին ամրություններ։ Այդ սարերի մեջ մի հատ դոտ է հերիք էր մի գունդ պահելու համար։ Մենք բայրակթարներով կոտորվեցինք այդ սարի մեջ դժվար էր մի հատ դոտ ունենալ, որտեղ կնստեին բլոտ կխաղային, գիտար կնվագեին, մի դրանք թռնեին կետային, զորքի վերջը պիտի հետիոտը ոտով պիտի մտնեին այդ հողը, որ գրավեին։ Հենց փորձեին ոտով մտնեին, դուրս կգային, չգիտեմ ինչ կատարվեց ես։ Ըստ էս բանակցությունների արդյունքում կարողանանք մենք ետ վերադարձնել մեր կորցրած հողերը, Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքները, նաև Ջերմուկում, Տավուշում, ինչ կասեք։ Ու կարծում եմ սուվերեն տարածքների խնդիրը լուծելի կարող է լինել եւ կլինի, կարծում եմ, բայց ինչի նկատի ունեք ասելով մեր հողերը, եթե ուրիշ բան ունեք ասելու։ Արցախի հանրապետությունը նկատի ունեմ։ Արցախի հանրապետությունը միջազգայինորեն ճանաչված աշխարհի կողմից որպես Ադրբեջանի ինքնուրույն տարածք, սուվերեն տարածք։ Դուք ինչ ենք մենք ուզում։ Այսինքն եթե միջազգային կարող ենք, բայց այդ ուժն ունենք, պահում ենք, պահենք։ Գոնե խորհրդային տարիների ընդունված տարածքները մենք չենք կարող այս բանակցային սեղանով ետ վերադարձնել։ Խորհրդային տարածքներից դուք 200 կիլոմետրի նկատի ունեք, իհարկե պիտի վերադարձնենք, իսկ եթե ինչ-որ ավել հավակնություններ ունեք, մենք պիտի աշխատեինք, ուժեղանայինք, պաշտպանեինք։ Եթե մենք 94 թվականից հետո գնայինք այն ճանապարհը, որ բանակցությունների միջոցով լուծեինք Ղարաբաղի հարցը, մենք ինչ-որ ստատուսի կհասնեինք Ղարաբաղի համար հաստատ։ Ոչ մեկ դրանով չի զբաղվել, կարծում եմ։ Վերջերս նաև աշխատանքային այցով այստեղ էր գտնվում Սերգեյ Լավրովը, նա նշեց, որ ռուսական կողմը առաջարկել է 7 շրջանի փոխարեն զիջել 5 շրջանը եւ հարցը թողնել սերունդներին։ Սա արդյոք հարցի լուծում կարող ենք դիտարկել։ Կարող էր լինել։ Վերջո Իսրայելը 66 թվին է, 7 թվին է այդ Գոլանի բարձունքները վեկայելա, արդեն քանի դա 44-25 69 տարի է պահում է։ Կարող էր եւ մեզ մոտ դա ստացվեր։ Ես միշտ հույս ունեի, որ այդպես էլ կլինի, բայց մենք չգնացինք այդ քայլին։ Մեզ ուրիշ բաներ էր հետաքրքրում։ Ղեկավարությանը ուրիշ բաներ հետաքրքրում հավանաբար։ Դրանց թվում էր թե в общем
Պետք է աշխատեինք ժամանակին այս իրավիճակը չէինք ունենա։ Իսկ հիմա այդ կորցնելուց հետո հավակնել, աբսուրդ է։ Եվ վերջում անդրադառնալով նորից մեր հերոսամարտերում տարած մեր փառահեղ հաղթանակներին, ինչ կասեք, ինչու է այսօր այսպես մարում մեր մարտական հաղթական ոգին։ Որտեղ իշխանության ձգտելու տենչը ավելի առաջնային են համարում շատ-շատերը, քան թե երկրի իրենց տեղում աշխատելը, երկիրը շենացնելը, ուժեղանալը եւ ապագա ծրագրերով առաջ շարժվելը։ Ամեն մեկն ուզում, ամեն մեկը որոշել է, որ ինքը պետք է թակավոր դառնաս, թե տենց չի կարալ, եթե է կործանել միշտ Հայաստանը։ Աշխատեք ձեր տեղում ընտրությունից, եթե առանց ընտրության որևէ բան եղավ, կլինի այն ինչ որ եղել է վերջի 30 տարի, 25 տարում վերջի։ Ես լավատես եմ, կարծում եմ լավ կլինի։ Աշխատել է պետք, ամեն մեկը իր գործը պետք է անի։ Երբ ամեն մեկը իր գործն անի, հարցերը երբեմն տալիս ժուրնալիստները, մարդիկ պատասխանում են, ինձ համար անհասկանալի է, չունենալով ամբողջական ինֆորմացիա, ինչ որ բանի մասին, մենք կարող ենք միայն փիլիսոփայել, ցանկություններ հայտնել, բայց բավական է այդ կենացներն ու բլոտը քանդինես երկիրը։ Դա չի կարելի շարունակել ապրել, պիտի փոխվենք։ Երբ փոխվեցինք, ամեն ինչ լավ կլինի։